Մի քանի ժամից կամ այսօր լավ հերթական նիստն է արդարների սրբազան պայքարի գործով դատավարությունն է, ինչ փուլում է այս դատավարությունը։ Գիտեք իմ մոտ ինչ տպավորությունն է։ Տեսեք, շատ լավ է, որ այդ մարդիկ կամ տնային կալանքի մեջ են կամ ազատությանից, միայն դրա համար ուրախ եմ։ Բացառությամբ Վահագն Չախալյանի եւ Բագրատ Սրբազանի։ Բայց տեսեք, ասում եմ շատ լավ է, որ այդ մարդիկ ազատության մեջ են, որտեղ ընդհանրապես իրանք անիրավի են կալանավորված։ Խնդիրը այդ չի։ Բայց տեսեք, համեմատաբար մեղ մոտվածներով, հենց հիմա Նարեկ Սանյանյան, Ազգեն Սաղաթելյան եւ այլն ազատազրկման մեջ են։ Իրանք շատ ծանր մեղադրանքներով կալանավորեցին, տերորիզմ եւ այլն, կինոներ ցուցադրեցին, ազգային ժողովի հատուկ հայտարարություն եղավ, բայց դեռ ստացվա, որ այս գործի 17 թե 18 ֆիգուրանտներից դուք եք ասում, 18-ից 16-ը հիմա 16-ը կամ ազատության մեջ են կամ տնային կալանքի։ Բա լավ, իմ մոտ որպես քաղաքացի, որը կարողա չհետևի օրինակ շատ մանրամասն իրավական նրբությունների այս process-ը հարց է ծագում։ Դե պոտենցիալ տերորիստները ո՞նց են հայտնվում ազատության մեջ։ Մեր մոտ էլ է եւ հիմա մենք հրավիրում ենք ավելի ուշով հետևելու 18 արդարների դատավարությանը, որովհետեւ անցանք էս խափանման միջոցներ եւ այլն բան եւ մոտեցել ենք բուն ապացուցման process-ին։ Հիմա ասում ենք, խնդրում ենք, ներկայացրեք յուրաքանչյուրի մասով, որն է այդ ահաբեկչական պլանը եւ որն է ձեր ապացույցները այդքան ծանրակշիռ, որ չգիտեմ Վահագն Ալեքսանյաններով, Աննա Վարդապետյաններով, մնացածներով սենց լուրջ դեմքի արտահայտություն ընդունած, ասել էիք կգանք դատավարություն, հիմա որ դուք տեսնեք դատախազների դեմքը, թե ոնց են գալիս, սենց թուղթը բռնած, ինչ որ բաներ են կարդում, որը չի հասկացվում ինչի մասին, ասում ենք ստոպ, կներեք, խնդրում ենք, հերթով ասեք, ամեն մեկս կանգնում ենք, ասում ենք մեր պաշտպանյալի մասով, որ ապացույցը ինչ է հավաստում։ Կանգնել էին ուրեմն այս վերջին նիստով, հիմա դատավորը խնդրել է, որովհետև շատ աբսուրդային իրավիճակ էր, այս նիստին պահանջել է, որ հատորներով հատ նշեն, որ ապացույցը ինչ է հավաստում, բայց ամենազավեշտալին իհարկե այն էր, որ շատ թմբկահարվեց այդ տիկտոկեր Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելու տեսանյութը, որը ամենայն մանրամասնությամբ առկա է այս գործում եւ մեղադրական որպես ապացույց, թե ինքը ոնց է ձվածեղ պատրաստում։ Գործով Վիկիպեդիայի հոդվածներ ապացույց, TikTok-ի ձվածեղ ապացույց չհանդիսանում։ Կրակետա գործի վրա է։ Դա ուրեմն դատախազները ասել են, որ այս ապացույցը հավաստում է, որ Արմեն Ալեքսանյանը հավանություն է տվել Բագրատ Սրբազանի կողմից եւ հավանություն է ստացել նմանատիպ վիդեոներ հրապարակելու սոցիալ ձվածեղ պատրաստելու։ Ձվածեղ պատրաստելու։ Կարող է գլազունյա չպետք լիներ, այլ օմլետ։ Եթե օմլետներ կասեին, որ ձուջարդելը դա սեռական ագրեսիա է, կարակ ասենք, որ անուղղակիորեն, երբ որ իրանք փոխում են մարդկանց, այսինքն լավ, կալանքը փոխարինում են այլ խափանման միջոցով, կարող ենք սա անուղղակի ապացույց համարել, որ նույնիսկ այդ դատախազը, այդ ռեպրեսիվ մեքենան անուղղակիորեն ինքնախոստովանում է, որ այս մարդիկ բան չեն արել։ Ես որպես իրավաբան կհրաժարվեի այդպիսի որակում տալուց, որտեվ իմ համար խափանման միջոցի նպատակները այլ են, բայց բնականաբար դա դրա ցուցիչը կարա լինի, որովհետև եթե իրապես մենք գործ ունենայինք տերորիզմի հանցանքի հետ, բնականաբար այդ մարդիկ չպետք է լինեին ազատության մեջ։ Բայց ես ուզում եմ էլի հասկանալով, որ մարդկանց մոտ կարող է հանկարծ ինչ-որ բան լինի, որ կարող է այս մարդիկ ինչ-որ մի ապօրինի բան պլանավորում են, էլի օրինակներ բերել, որտեղ հասկանում են, որ այդ նիստերը շատ ձանձրալի են ու հնարավոր չի լսել։ Ասում են, մենք, քանի որ հեռախոսների ալեհավաքներով ֆիքսել ենք, որ այս մարդիկ այստեղ են գտնվել ու իրանք երբեմն անջատել են հեռախոսները, որպեսզի պլանավորեն ցույցեր, դա համարում ենք ապացույց։ Այսինքն, եթե ես չեմ կարողանում Նիկոլին Պրասլուշկա անեմ, այդ նշանակում է, որ ինքը ինչ-որ ահաբեկչություն է պլանավորում։
Դե մոտավորապես։ ու մի շարք խեղկատակ ապացույցներ, մենք հիմա հասել ենք ապացույցների փուլին, հանրությանը կոչ եմ անում, որպեսզի ուշով հետևեն, տեսնեն, թե այդ ինչ անհերքելի եւ եզակի ապացույցների համակցությամբ էր, որ սահմանեցին Լիդիայի նոթատետրով, այս ձվածեղ սարքելով, ֆիալետովի ծխերով եւ այլնով, որ մարդիկ պատրաստվում են ահաբեկչություն անել։